Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներին Ալին Աղաջանյանին եւ Հասմիկ Մանուկյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Ալինայի հետ արդեն մեկ անգամ ունեցել ենք հաղորդում եւ բարձրացրել ենք այստեղ խնդիրը, որ երեխաները 4-րդ ամիսն է, ինսուլին չեն ստանում։ Հիմա հասկանանք ինչ հարց է լուծվել ինսուլինի հետ կապված եւ անդրադառնանք մյուս խնդիրներին, որոնք դեռ բաց են, մենք պետք է խոսենք, քննարկենք այնքան, մինչեւ կարողանանք ստանալ գրագետ պրոֆեսիոնալ մոտեցումներ, որպեսզի ձեր բալիկների համար դա լինի դրական տեղաշարժ եւ ոչ թե անելու համար։ Հիմա հասկանանք ինսուլինի հարցը լուծվել է թե ոչ։ Ինսուլինի հարցը լուծվել է։ Եվ ինչպես գոհ եք, գոհ չեք։ Այլընտրանքային ինսուլինը դեռ մնաց, քանի որ մենք ունենք մամաներ, որոնք անցած անգամ էլ ասեցի, որ գոհ են նովորապիդ եւ լևիմիրից, իսկ մի մասն էլ գոհ է հումալոգ եւ գլարգինից։ Իսկ մենք ծնողներով խնդրել ենք, որ գոնե լինի այլընտրանքային ինսուլիններ, հաշվի առնելով տվյալ անձի առողջական վիճակից եւ օրգանիզմից։ Հիմա միայն դա է մնում։ Ինսուլիններ էլի, ամեն երեխայի իր ինսուլինն է, իր օրգանիզմին համապատասխան ինսուլինն է պետք, որը որ ավելի լավ է ազդում, թվերը լավ է կարգավորում։ Օրինակ շատերը կան, երբ որ հումալոգից ու գլարգինից հետո փոխեցինք նովորապիդ ու լևիմիրի, շատ երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանանք երեխաների թվերը կարգավորել, պահել նորմալ թվերի մեջ, բայց ամեն դեպքում այդքան լավ չի էլ ստացվում։ Դրա համար ավելի ճիշտ կլինի, որ թե մինչև 18, թե 18-ից հետո բոլորի համար էլ այնպես լինի, որ իրանք ունենան այդ ընտրությունը, որ կարողանան ընտրեն իրանց օրգանիզմի համար համապատասխան ինսուլին, հետագա բարդություններից խուսափելու համար։ Հիմա մի հարց, բժիշկը ինքն է նշանակում այդ ինսուլինը, որը երեխան պետք է օգտագործի, ինչպես է լինում, նկատի ունեմ նշանակման ժամանակ հնարավոր չէ այդ հարցը հենց տեղում քննարկել եւ Չէ, պետությունը միանգամից պետությունը տալիս է մեկ տեսա, իսկ այլընտրանքայինը, եթե դուք պահանջում եք, նորից պետք է լինի անվճար։ Ուզում հասկանալ մեխանիզմները որտեղ են կաղում եւ ինչ պետք է առաջարկենք։ Դե ինսուլինները հիմնականում անվճար են լինում։ Դե եթե անվճար է, եթե պետությունը այդ հնարավորությունը կունենա, ոչ թե մի ինսուլին ներկրի հանրապետություն։ Այսինքն այլընտրանքային ավելի թանկ արժե, որակը բարձր է եւ գինը ավելի թանկ։ Չէ, երևի ոնց տենդեր է երևի լինում, մենք չենք իմանում, երևի տենդերը շահում է այդ ինսուլինը արդեն այ սեղ մոնոպոլիա է դառնում, ավելի ճիշտ մեր պետությունը ոնց որ գնում է միշտ մի անձից։ Ինձ թվում է հենց այդ մոնոպոլիայի դեպքում էլ ինքը չեն կարողանում ունենալ այլընտրանքային, իսկ եթե խոսքի պետությունը ինքը խաղարկության դնի կամ խոսքի ինչ որ տարբեր մարդիկ մտնեն դրա մեջ, ինձ թվում է այդ ժամանակ արդեն ունենանք այլընտրանքային թե սենսորները, թե ինսուլինը եւ թե ստրիպները։ Ինձ թվում է միայն մեկ անձն է, մեկ անձն էլ ինքը բերում է տվյալ ապրանքը, որը որակապես չի փայլում, շատ մամաներ դժգոհ են, սա ես նորություն չեմ ասում, չեմ ասում, այո, օրինակի համար հիմա մենք ունենք մայրիկ, որը իմ գալուց առաջ ինքը զանգեց, ասեցի օրինակի համար Gmate-ից գոհ եմ, Espartia-ի Gmate-ից ես գոհ եմ, բայց նախկինի բաժանած Gmate-երը անորակ էին, մարդիկ կարելի ասած թափում էին։ Ստանում էին, թափում էին, չէ, շատերը չեն հասկանում դա ինչի միավոր բարձր, երկու միավոր բարձր կամ շատ ցածր։ Երեխայի շաքարը ճիշտ չի, ցուցանիշները Gmate-ի ստրիպներն են, որոնցով երեխայի արյան մեջ գլյուկոզան ենք չափում։ Այդ Gmate ֆիրման է, էլի ոնց որ շատերը դժգոհում են այդ ֆիրմայի տված ստրիպներից։ Ճիշտ է, այս անգամ բավականին շատ ենք ստացել, ոնց որ կարգավորվեց ու բավականին շատ ոնց որ շատ ստացանք, նախկինում ստանում ենք 2 տուփ, հիմա արդեն ստանում ենք ամսվա կտրվածքով 4 տուփ, որը բավականեցնում է երեխաներին, գերազանց է։ Բայց կարելի էր ասենք, եթե այդքան բողոքներ կար, ծնողներին լսել ու կարելի էր դրա փոխարեն բերել այնպիսի ստրիպներ, որոնք որ ավելի արդյունավետ կլինեին, ավելի ճիշտ չափումները կանեին ու մի հատ սխալ չափում մեր երեխաների համար կարող է շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցնել, էլի, որովհետև կարող է իրանց մոտ համ հիպո լինել, համ հիպերգլիկեմիա լինել, ու երկուսն էլ կարող են հանգեցնել կոմայի, որը ավելի բարդ վիճակ է ու ավելի վախենալու է, ասենց ասեմ, էլի։
Դուք պետք է հանդիպում ունենայիք, չէ՞։ Արսեն Թորոսյանի հետ պետք է Մի խումբ հանդիպեիք։ ծնողներ հանդիպել են իրենք, ճիշտն ասած, եթե Հասմիկը տեղյակ է, թող ասի, քանի որ ես Չէ, ես չեմ իրականում առաջվում։ շատ բաներից տեղյակ չեմ, ուղղակի գիտեմ իրենք ինչ հարցերով գնացել են, խոսել են, այնտեղ իրանց պատասխաններ տվել են, երևի ամեն ինչը ընթացքի մեջ կլինի իրանց հարցով հարցերի են պատասխանել, ոնց պատասխանները, էլի։ Հիմա մի հարց, ես էլ ինքս հարց ունեմ ձեզ։ Ինչպես է ստացվում, որ ծնողները փաստորեն խնդիրը բոլորիդ նույնն է, ձեր երեխաների առողջությունը եւ պայքարում եք այդ ամենի համար։ Ինչպես է ստացվում, որ հենց ծնողների մեջ էլ խմբեր է ձևավորներ, ո՞րն է պատճառը։ Իմ ծնողներից մեկը գրել էր, եթեր էր ուզում, ճիշտ ասած, ես խոստացել եմ, որ իրեն էլ պետք է հրավիրեմ, եւ որքանով հասկանում եմ մեր նամակագրությունից, իր ասելիքը լրիվ տարբերվելու է ձեր ասելիքից։ Ինչպես է ստացվում, որ խնդիրը նույնն է, մոտեցումները տարբեր։ Դուք ավելի շատ բան եք պահանջում, թե նրանց հանդեպ կա ինչ-որ այլ տարբեր։ Մենք պետք է այս մեր Երևի իրանց քննարկումների պիտի հարցնենք։ ժամանակ պետք է մի անկեղծ լինենք մեկս մյուսից հետ, որ կարողանանք խնդրին լուծում տալ։ Գուցե Իրենց էլ ես այդ հարցը կտամ։ իրենց կանչեք, թեկուզ ես մենք Հասկանանք ինչից նույնպես են գոհ։ լինենք, տեսնենք իրենք ինչից են գոհ, մենք ինչից ենք դժգոհ։ Որտեղ դուք գոհնակության ոչ մի Այո, Դե տվյալ գոհունակությունն ազնվորությունին եք։ կանչեք, կներեք, տվյալ ազնվորությանը կանչեք, նաև մենք կլինենք, տեսնենք ինքը ինչից է գոհ, մենք ինչից ենք դժգոհ։ Մեզ այստեղ մեր երեխաների ցավն է միացրել։ Մենք այստեղ միացել ենք իրար, որ պայքարենք հանուն մեր երեխաների առողջ ապրելու համար եւ ոչ թե խոսքի անհատական մեր հարցերը լուծելու։ Այստեղ մենք պետք է քննարկենք բոլոր երեխաների խնդիրները, քանի որ սա գլոբալ է։ Տիպ 1 դիաբետ ունեցող երեխաներից մեծամասնությունը մինչև 18, հետո 18-ից հետո 28 պլյուսները բոլորն շատ լուրջ խնդիրների առաջ կանգնում են։ Հիմա ասենք մենք գրանցված ենք մինչև 18 տարեկան երեխաները գրանցված են Մուրացանում, որ շատ գոհ ենք թե բժիշկներից, թե իրենց վերաբերմունքից, անկեղծ այն որ չենք կարող ուրանալ ինչ են անել մեր երեխաների համար, դա ասում եմ ամենայն ազնվությամբ, բայց ասենք 18 պլյուսների մոտ բավականին լուրջ խնդիրներ է լինում ու դե մենք մամաներով իրար հետ շփվում ենք ոնց որ տարիների ընթացքում բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, դաժե 28 պլյուսների մոտ էլ խնդիրներն ավելի լուրջ է, ահավոր են իրանց որտեղ իրանց ինսուլիններն էլ են անորակ են, այդ ինսուլինի համար բոլորը բողոքում են։ Նայած չի, որ ասում մենք հիմա շատ գոհ ենք, որ հա վերականգնվեց մեր երեխաների մինչև 18 տարեկան երեխաների այդ ինսուլինները բաշխելու այդ կարգը, համստրիկները չեն կարող, այն ինչ որ արվել է։ Հիմա այսպեսի մի հարց, քանի որ դուք մարզից եք Հասմիկ, դուք ասում եք մենք գալիս ենք, մենք գնում ենք, այսինքն ո՞րն է խնդիրը։ Ձեր մարզում հնարավոր չէ երեխայի բուժումը կազմակերպել, որ գալիս եք հասնում եք Երևան, որտեղ ծնողներից ոմանք էլ դուք էլ Ալինա ասում եք, Գորիսից եկել եմ այստեղ ուզում դրա համար։ Կոտայքի մարզ, որ կարողանաք մոտ լինել եւ ձեր երեխային պետք լինելու դեպքում շատ արագ։ Ինչու է որ մարզերից հասկանանք դա զուտ միայն մանկական էնդոկրինոլոգի բացակայությունն է, թե Ի սկզբանե, երբ որ իմ աղջկա մոտ հայտնաբերվեց դիաբետը, դե իհարկե ընդհանրապես գաղափար չունեի ինչ է իրանից ներկայացնում տիպ 1 դիաբետը։ Ես գիտեի դիաբետ ու գիտեի դա մեկն է, երբ որ մեծահասակների մոտ է լինում։ Երեխաս վատ էլ բնականաբար տարանք համապատասխան բուժ հաստատություն, ասեցին, որ երեխայի մոտ դիաբետ է ու երեխան 28.4 շաքարով տվեցին ինձ երեխային ու ասեցին հասցրեք Մուրացան, առանց ոչ մի բան ապահովելու ու ես ծնող, որ գաղափար չունի բացարձակ դիաբետից, իմ երեխային վերցրած իմ անձնական մեքենայով հասցրել եմ Մուրացանի հիվանդանոց։ Այնտեղ որ բժշկուհին տեսավ իմ երեխու վիճակը, մի անգամից միացրեցին ապարատների երեխուս ու փառք Աստծո, որ իմ աղջիկը կոմայի մեջ չընկավ այդ ժամանակ։ Դրանից հետո հավատացեք, ես ոչ մի անգամ բուժ հաստատություն չեմ դիմել, որովհետև փառք ու պատիվ մեր Մուրացանի բժիշկներին, որ ամեն անգամ թե զանգով, թե գրելով, թե գալով իրանք ամեն ձև օգնել են, սատարել են մեզ մեր երեխաներին։ Դե իմ աղջիկը շուտով 17 է դառնում ու մի տարուց մենք ոնց որ դուրս ենք գալու դիսպանսերից, արդեն գնալու ենք մեր տեղամաս, բայց ինչքան գիտեմ, մանկական էնդոկրինոլոգ չունենք։ Չգիտեմ, ու դա շատ լուրջ խնդիր է, որ պետք է լինեն մանավանդ, որ այսքան massայական է դարել տիպ 1 դիաբետը ու շատերը ունեն արդեն։ Մարդիկ դաշ իրազեկված չեն։ Երեխային այդ վիճակով պետք է բերել հասցնել անպայման։ Մինչև ես իմ աղջիկը ճիշտն ասած մի անգամ կոմայի մեջ եղել է
ու ես մինչև հասել եմ մուրացան, դե որպես ծնող ինձ երևի դիաբետ ունեցող բոլոր մայրիկները կհասկանան, երեխաների մայրիկները, ինչերի միջով եմ անցել, մինչև հասել եմ մուրացան ու իմ երեխուն հետ եմ բերել այդ կոմատոզ վիճակից։ Դրա համար պիտի ամենտեղ պիտի լինեն այդ էնդոկրինոլոգները։ Ցանկալի է։ Հիմա ինսուլինի այդ տեստերիզների հետ կապված, եթե քանակն էլ ապահովում են, որակի խնդիր ունենք այս մահիդրությամբ։ Հիմա արդեն հանցնենք մյուս կարևորագույն խնդիրներին, այսինքն մարզի խնդիրներն էլ ենք մենք բարձրաձայնում, մանկական էնդոկրինոլոգի ներկայությունը պարտադիր եւ այլն։ Հիմա արդեն հասնենք մյուս հարցին, եթե երեխան ունի հիվանդություն, հատկապես դուք հաշմանդամության հետ կապված խնդիրներն եք բարձրաձայնում։ Անցած անգամ խոսեցինք, այսօր մի փոքր ավելի շատ փակագծերը բացենք, որտեղ արդեն դուք ինքներդ էլ ներքին քննարկումներ եք արել, ինչն է ձեզ ամենակարևոր այս պահին, ունեք իրավապաշտպան, ընդ որում գործեր են եղել դատարանում, որ դատարանով փաստորեն շահել են, մի խոսքով։ Հիմա անցնենք այդ հաշմանդամության կարգին։ Հաշմանդամության կարգը ինչպես է տրվում եւ ինչից եք դուք դժգոհում։ Դա հանձնաժողովի խնդիրներից։ Ուրեմն մենք քանի որ իրավապաշտպանի նախորդ անգամ եք ավելի հետ շատ դեղորայքի վրա կենտրոնացան, որտեղ դա շատ հրատապ էր երեխաների վիճակը կայունացնելու, իսկ հիմա արդեն հաշմանդամության հետ կապված։ Քանի որ մենք իրավապաշտպանի հետ հանդիպեցինք էլի մի խումբ մամաներով, այնտեղ քննարկեցինք մի բան, որ մեր այդ ԲՍՓ-ի բժիշկներն ասեմ, թե անձինք ասեմ, մի կարևոր բան հաշվի չեն առնում, ճիշտն ասած, իրանք միայն հաշվում են բարդույթները, իրանք միայն հաշվի են առնում, որ երեխան ձեռքը կարողանում է բարձրացնի երեխան արձագանքում է, քեզ, ու ինքը ուրեմն ֆունկցիոնալ է, բայց այստեղ նաև իրանք ունեն մի կետ, միջվայրային գործոնի մեթոդական ուղեցույցում իրանք մոտ նշված է, որ ֆունկցիոնալության գնահատման մեխանիզմի բաղկացուցիչ մասը, որը պետք է հաշվի առնվի, օրինակ կարողանում է անձը պետությունից ժամանակին ստանա կամ չստանա դեղերը, արդյոք դեղերը որակով են, թե անորակ են, համապատասխանում է իրեն սնունդը, արդյոք կարողանում է ինքը սնունդը գնել, ձեռք բերել, ինչ վիճակով է, ինչ արդյունքներով է այդ ամենը ձեռք բերում։ Այս բոլորին դուք տալիս եք բացասական պատասխաններ։ Այո, այս ամենը իրանք հաշվի չեն առնում, բայց անգամ այստեղ ամենավերջի հատվածում ասեմ, որ անգամ նպաստը, որը թոշակը իրանք անվանում են նպաստ, այս նպաստը ինքը կարևոր մաս է, որը պետք է հաշվի առնվի, հենց այդ ֆունկցիոնալության ժամանակ, միջավայրային գործոնի այդ մեթոդական ուղեցույցում իրանք հենց ունեն այդ նշանը, այդ կետը, որ անգամ դա նույնպես պետք է հաշվի առնեցվի։ Իսկ դրանք ասում են, մենք էլ որ գնում ենք, ասում են թոշակը քեզ ինչ է տալու։ Այդ ամենը ես այն ժամանակ չգիտեի, այս միջավայրային ուղեցույցը, այս միջավայրային ուղեցույցից ես ընդհանրապես ծանոթ չէի։ Հիմա եթե ես օրինակի համար ծանոթ լինեի, ես կասեի, դուք չէ որ ունեիք ձեր ուղեցույցը, որը ինքը այնտեղ հենց նշված էլ է, որ նպաստը անգամ ինքը մեծ դեր ունի, անգամ 18+ երեխաներին է ազդում այդ ամենը։ Ես հասկանում եմ համակարգը ինքն է 39,000, ճիշտ է, սկզբից 21, 25, դեռ կամաց բարձրացրեցին 39-ի դարձրեցին ու մի անգամից կտրեցին ու համարեցին, որ պատճառաբանությունը որն է, եթե երեխային չեն տալիս այդ նպաստը։ Ձեր երեխան 18 տարեկան է, կարող է աշխատել, բայց աշխատանքի վայրում բազմաթիվ խնդիրների առաջ են կան, որ տնօրեններ հաշվի չեն առնում, թեկուզ ասենք աշխատողներ, ղեկավար ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, երբեմն լինում է, մենք բոլորս էլ մամաներ ենք եւ մեր հայ մամաները հատկապես մայրիկները գիտենք որքան այդ հոգատարությունը աշխատանքի վայրում ինչու եմ ասում, որտեղ սովորաբար նման երեխաներին եւ գոտեպնդել է պետք հոգեբանորեն եւ ցույց տալ, որ դու կարող ես։ Երբեմն լինում են ծնողներ, մենք նման դեպք ունեցել ենք, երբ ակնոցներ կրող երիտասարդին 18-19 տարեկան այնքան են համոզել, որ դու ինքնուրույն չես կարող թեկուզ մի պայմանագիր ստորագրել, որպեսզի ստանան նպաստը։ Ներողություն եմ խնդրում, որ այս կոպիտ օրինակն եմ բերում, բայց հասկանանք։ Իրոք երեխաները այդքան իրավիճակը բարդ է, որ իրենք ձեր օգնության կարիք ունեն եւ այդ նպաստը ստանալու համար պետք է ուզում եմ ճիշտ հասկանաք ինձ երբեմն լինում է որ ծնողն է երեխային դրթում որ դու չես կարող իրոք ստեղ իրոք երեխան չի կարողանում թե ծնողներ կան որ այդ նպաստը
պարզապես պետությունից ուզում են ստանալ։ Օй, Ներողություն եմ չէ, խնդրում, բայց մեր կյանքի պարագայում փորձից դա մենք ունեցել ենք այդպես նման չէ, դեպքեր։ Չէ, մեր պարագայում դա այդպես չէ, քանի որ անցած անգամ մեզ առողջապահության նախարարությունում օրինակ բերեցին, որ ձեզնից Ես երևի առողջապահության նախարարության նման խոսեցի, հա, Չէ, առողջապահության նախարարությունում օրինակ բերեցին աուտիզմով հիվանդ երեխաների մասին եւ ԴՑՊ-ով ինչ որ հիվանդ երեխաներին 44 թվի այդ 44 օրյա պատերազմի ձեր կորցրածներին օրինակ բերեցին, բայց իրանք մոռացան, որ աուտիզմով երեխան ինքը օրգան չունի, որը չի աշխատում։ Ինքը ուղղակի կարող է տեղը նստի, ուտի, չսրսկվի, չմտածի արդյոք ես կոնֆետը իր շաքարը կբարձրացնի կամ կիչեցնի կամ իրանք ոչ մի փոփոխություն չունեն։ Ամեն րոպե կարա փոփոխություն ամեն վայրկյանը օրինակ այսօր առավոտը արթնացել է 2-ով իմ աղջիկս, ներկայությամբ 21 է։ Երկուսը դա արդեն հիպովիճակ է եւ հիպերգլիկեմիա եւ հիպոգլիկեմիա երկուսը, իսկ աուտիզմով երեխան չունի այդ խնդիրները։ Իսկ աշխատանքի վայրում եւ կրթության հետ կապված փաստորեն երեխաները կարող են պահի տակ այս խնդիրները, որ բոլոր տեղերում էլ մեր երեխաներին ինչ որ արտոնություններ լինի։ Օրինակ արտոնությունը սա է, եթե սովորող է, ուսանող է, բացակայությունները հարգելի լինեն։ Այո, կրթաթոշակի հետ կապված, ուսման վարձի հետ կապված, այս ամենը պետք է հաշվի առնել։ Այդ հիմա ես անդրադառնամ այդ թոշակի հարցը, որը եւ աշխատանքի հարցը մեր երեխաներին դա պետք է, որ եթե խոսքի պետությունը ինքը ուշացնում է դեղորայքը կամ խոսքի ստրիպները, էդի կողքից օգնում է, իրան գնում են մինչև պետությունը հասցնելը, քանի որ պետությունը դուք գիտեք, մենք արդեն բազմիցս բարձրաձայնել ենք, որ 5-րդ ամսվա մեջ էինք, նոր բերեցին, բաժանեցին ստրիպները, ու հետո, չգիտեմ, հիմա ճիշտն ասած թվականակը ինսուլիներինը ինչ վիճակում է, քանի որ ես էլ արդեն մուրացանում չեմ, նորմալ է ինսուլինների վիճակը, մեր ամսվա կտրվածքով է լինում, պոլիկլինիկաները ինքը մեկ ամսվա կտրվածքով է լինում, եւ ցանկալի կլիներ, որ նույնպես մեր պոլիկլինիկաներում լինեին եռամսյակային ինսուլինները 18+-ից մինչև 28+-ները, քանի որ ահավոր խցանումներ ա տեղի ունենում երեխաների տիպ 1 եւ տիպ 2 շաքարային դիաբետները շատ տարբեր են իրարից, երեխաները կարող է խոսքի ասած հասմիկի, հիպոյի եւ հիպերի մեջ ընկնեն, չկարողանան այդ խցանումների մեջ, այդ խճողումների մեջ երեխաները վատանում են։ Կարելի է օրինակի համար պոլիկլինիկայում նույնպես դարձնեն եռամսյակային, որ ամեն ամիս չգնայինք դեղորայքը ստանայինք, էլի չարչարանք է, տարիքով մեծ են, թոշակառու են, մեկը հղի է, մեկը գալիս է, մերը գոնե մի անգամ տան 3 ամսից հանգստանանք, նորից էլի ու այդպես շարունակվի, ինչպես որ պոլիկլինիկայում համարում եք, որ սրանք արհեստական քաշքշուկներ են։ Այո։ Շատ հանգիստ կարելի է այս ամեն ինչը համակարգել ու բոլորին ժամանակին փաստորեն դուք արդեն ծնողներով նախաձեռնություն եք դառնում, որտեղ դուք ինքներդ եք նախաձեռնում այս ամենը։ Ունեք ինչ-որ առաջարկ կոնկրետ ծրագիր, որ կարող եք հենց քննարկել առողջապահության նախարարության հետ, սոցիալնախարարության հետ։ Ես գիտեք ինչ հարգելի Մարի, ես դուք արդեն հիմնադրամի հետ եք աշխատում։ Մենք հանդիպել ենք, մենք առողջապահության նախարարության հետ, սոցիալնախարարության հետ հանդիպել ենք, բայց այս անգամ ես ցանկություն ունեմ որ վարչապետի հետ հանդիպենք, անմիջապես հենց վարչապետի հետ, որովհետև իմ նամակները մնացել են օդում, ես պատասխան չեմ ստացել եւ բազմաթիվ մամաներ, ովքեր որ գրել են Կարինե Դավոյանին եւ իրենց աշխատակազմի մարդկանց, անպատասխան է մնացել։ Ես օրինակի համար կցանկանայի մի խումբ մամաներով շատ չէ, գոնե 3 հոգի, 4 հոգի, 5 հոգի, անձամբ մենք խոսենք վարչապետի հետ, վարչապետը մեզ լսի եւ ոչ թե խոսքի Կարինե Դավոյանը, Արսեն Թորոսյանը կամ խոսքի Ասպրամ Կրպեյանը եւ այդպես շարունակ, որ անհատական տենց падգամավորներ չէ։ Մենք բոլորին դիմել ենք, թե ընդդիմադիր падգամավորներին, թե իրենց իշխանության падգամավորներին, բոլորին հետ վարչապետի հետ խոսել ինչ կտածես, հույս ունեք, որ հույս ունեմ, անցած անգամ մենք շեշտեցինք, հնարավոր է ինքը տեղյակ չի, հնարավոր է խոսքի իրան տեղեկացնում են, որ ամեն ինչ նորմալ է, լավ է, ոչ մի խնդիրներ չունեն, հնարավոր է ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, բայց անձամբ մենք ինքներս իրենց հետ հանդիպենք, ինքը մեզ ընդունի
Եվ մեր հարցերը բարձրաձայնի։ Եվ եթե խոսքի ես անցած անգամ էլի նորից էլի շեշտեցի, ու ասում են շաքարային դիաբետը ինքը ապրելակերպ է, եւ իրականում սա ապրելակերպ չէ։ Եթե ապրելակերպ է, թող մեր իշխանությունից մարդիկ յուրաքանչյուր շաքարային դիաբետ ունեցողի տուն մտնեն, տեսնեն տվյալ երեխան ինչով է սնվում, ինչպես է ապրում, եւ այդ երեխան ինչպես է հայթայթում այդ ամենը։ Ու խեղճ երեխաները շատ ժամանակ են, որ խաղի ժամանակ իրենք էլ չեն զգում, ոնց իրանց շաքարը իջավ կամ բարձրացավ, ու չգիտես էլ քո երեխան բակում խաղում է ու դու անընդհատ ոնց որ զգոն լինես, որ քո երեխային հանկարծ մի բան չպատահի։ Նենց որ մենք այս կարգը, այս թոշակը ինչի համար ենք ուզում համել շատը, որ մեր երեխաները կարողանան գոնե անվճար բուժօգնություն ստանալ։ Մինչև 18 ստանում են մեր երեխաները, գոնե 18-ից հետո մեր երեխաներին պիտի այդ լաբորատոր շատ բաները անվճար լինի, որովհետև բոլորս էլ գիտենք ինչքան գումարների հետ է կապված ու բացի դրանից, որ այդ մարդիկ հոգում են իրանց առօրյա կյանքի այդ ծախսերը, մի հատ էլ այս մնացած ծախսերը այդ բուժօգնության հետ կապված հսկայական են։ Ու ամեն ընտանիք չի կարող։ Վարչապետին նամակով դիմել եք։ Այո, ծնողներ կան, հա, ընդհանուր 5 ծնող միացել ենք, դիմել ենք, 10 ծնող առողջապահության նախարարությունից, որ մենք դուրս եկանք, մեր ծնողներից Նազանին Պողոսյանը ինքը անձամբ դիմել է ու պատասխանը չի ստացել։ Մտածում եք, որ նամակները նույնիսկ հնարավոր է վարչապետին չի հասել։ Գուցե պատրումենտային նամակը բացված է, բայց կարող է ինքը չի, ասենք, բացող եղել կամ չենք կարող ասենք դա արդեն մենք վարչապետը հպարտանում է, որ մանկապարտեզներ են կառուցում, դպրոցներ են կառուցում։ Մենք շատ ուրախ ենք, թող կառուցվեն։ Ուշադրության կենտրոնում է պահում այդ տարիքի երեխաների եւ կրթության եւ առողջության հարցը։ Մանկապարտեզ գնացող երեխաներին էլ, երբ որ իմանում են շաքարային դիաբետ ունեն երեխաները առաջի տիպի, շատ մանկապարտեզներում չեն էլ ընդունում, որտեվ ավելորդ գլխացավանք է իրանց համար, այդ երեխայի սննդակարգը ուրիշ պետք է լինի, ներարկումներ պիտի լինեն։ Իսկ դպրոցներում ինչպես է։ Ձեր աղջիկը օրինակ Գորիսում ինքը շատ լավ է եղել, իր ուսուցչուհին շատ լավն է եղել, եւ տնորենը եւ բուժքույրը երեխայի ինսուլինները հենց բուժքույրն էր իր մոտ պահում, ինքն էր ներարկում, բայց տեղափոխվելով մեր մարզ, այնտեղ ես տեղյակ պահեցի, որ երեխան ունի շաքարային դիաբետ, ինսուլինները իր պայուսակում է լինում, զգուշ լինեն հանկարծ երեխաները իրար վրա չգցեն, չբրդեն եւ այլն, չկոտրեն ինսուլինները, այն չստացա, այն վերաբերմունքը չստացա, ընդհակառակը ինքը ասեց, ես այս աղջկան այդպես է չսիրեցի, թե ինչու համար չհասկացա։ Գլխացավանքի հոգսը ուշադրությունը այլ լրացուցիչ։ Իսկ օրինակ մեր դպրոցում շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ ամբողջ մեր ուսուցչական կազմին, տնօրենին, իմ աղջկան հանդեպ յուրահատուկ վերաբերմունք կա, դասղեկը անընդհատ իմ աղջկան ուշադրության կենտրոնում է պահում, բայց ես դրա հետ մեկտեղ խնդրել եմ բոլորին, որ հանկարծ իր խնդիրը չազդի իր այդ ուսման վրա ու չշահարկեն, որ ինքը խնդիր ունի ու աշխատում այնպես անել, որ ավելորդ անգամ ոնց որ ուշադրություն չգրավի, բայց ցանկացած թվի տատանման ժամանակ, թե դասղեկը, թե մնացած ուսուցիչները բոլորը իմ աղջկա կողքին միշտ կանգնած են եղել ու առաջի օրվանից չեմ կարող։ Այս րոպե երեխաները վտանգի մեջ են։ Հա, իհարկե, ես որ ասում եմ, դա միայն ուսուցչուհին էր վերաբերում դասղեկին, բայց բանը տնօրենը արտակարգ տնօրենն է։ Ես ներկայացրել եմ, ուղղակի այստեղ երևի ինչ որ սիմպաթիայի հարց երևի գոյություն ուներ, որ չեսիմ երևի երեխաս, որ անդադ հաճախակի էր բացակայվում, լինում էր, որ առավոտը հելնում էր ցածր շաքարով կամ բարձր շաքարով չէր կարողանում, հաճախակի էր ուշացումներ ունենում, այդ դրա համար երևի Հիմա հարցս հետևյալը նաև ձեզ, դուք աշխատում եք, թե երեխաների այդ առողջական վիճակը թույլ չի տալիս, որ դուք աշխատեք։ Իրենց կողքին անպայման պետք է մարդերի կամ դուք չեք ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Նայեք, ես հիմա ֆիզում եմ գտնվում, բայց աշխատել եմ ու նույնիսկ երեխայիս հիվանդանոցից դուրս գրելուց հետո 15 օր իր հետ հաճախել եմ դպրոց, հասկացել եմ, որ ամեն ինչ կարող եմ կարգավորել, թեկուզ հեռախոսակապով ու ինքս ինձ ստիպել եմ, որ պիտի թողնեմ, իրան պիտի թողնեմ, ինքը ադապտացվի, ինքը պիտի հասկանա, որ դա իր կյանքն է, ամբողջ կյանքի ընթացքում իրեն ուղեկցելու է ու մայրը ամբողջ օրը չի կարող իր կողքին լինի։ Իհարկե, անընդհատ ամբողջ օրը հեռախոսային կապը իր այդ ներարկումների ժամերին, իր չափումների ժամերին դպրոցից տուն էր գալիս, ինքը անդադ գրում էր, որ
ասենք այսքանա թիվը ոնց անենք մամա ու նույնն էլ աշխատանքի վայրում մեծ աջակցություն եմ ունեցել, անդադ հեռախոսի մոտ ա եղել, բայց ես աշխատել եմ ու երևի դա ավելի ճիշտ է, որ երեխային ինչ-որ թողել ինքնուրույն, բայց ասեմ, որ շատերը ասենք ուրիշ է լինում խնդիրները ու չեն կարողանում իրենց երեխաներին թողել ինքնուրույն, նախ փոքր են լինում երեխաները, հետո ավելի, չգիտեմ, լինում ավելի ագրեսիվ ձևի հետ իրենց տատանումները, դրա համար ոչ ոք չի կարող ասել, ագրեսիվ են երեխաները, շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները, սկսած արդեն որ տարիքից ի հայտ է գալիս, մինչև 28 տարեկան էլ բոլորն էլ ինքը շաքարային դիաբետը ինքը այնպեսին է, որ հիստերիայի մեջ են ընկնում, ագրեսիվ են լինում, սենց ջղայն են լինում, որ տարիքում էլ ասես, իրանց մոտ այդ շաքարը գլուխա բարձրացնում եւ իրանց բնավորությունը եւ այն ժամանակ որ չունեին շաքար, կարելի ասած հին Էմիլիկից նոր Էմիլիկ բան չի մնացել, առաջվա խելոք լսող Էմիլիկից վերածվում մի հատ խոսքի ագրեսիվ մի անձնավորություն, բայց հետո արդեն որ շաքարը կառավարվում է, արդեն սկսում են արդեն վերականգնվել ու դա ռոպեական է տևում այդ անկախ իրանցից է լինում, իրանք ոնց որ այդտեղ մեղք չունեն թվերի հետ կապված է լինում։ Ինչի մասին խոսեցինք, որ Երևի սենսորների մասին խոսեցին։ Եվ սենսորների մասին եւ մեկ էլ մեր առողջապահության նախարարությունից, պետությունից ասեմ թե ինչ, որ խոսքի գումարներ եթե վատնում եք բյուջեից, ես կխնդրեի, շատ կխնդրեի, որ խոսքի անորակ ապրանք բերելու փոխարեն կարելի է բերել որակյալ ապրանք, թող լինի որակյալ քանակը եւ որակը շատ մեծ նշանակություն ունի։ Խորհրդակցեն ծնողների հետ, անգամ ստրիպները թող լինի։ Այո, թող անգամ ստրիպները լինի ըստ երեխայի առողջական վիճակի եւ օրգանիզմի։ Որտեւ սենսորներ էլ կան, որ իրենք 7 օրյա են ու 14 օրյա են։ Իհարկե 14 օրյա սենսորները ավելի արդյունավետ են աշխատում։ Շատերը ծնողներից, ովքեր որ կարողանում են դրսից ներկրել կամ թեկուզ գնել, դնում են այդ սենսորները ու շատ արդյունավետ է ու գոհ են։ Դա կլինի Libre-ն, հիմա այս վերջում Օտայի ֆիրմայի սենսորներն են օգտագործում ու բոլորը գոհ են։ Դուք ավելի տեղեկացված եք, այսպես ասած։ Այո, իհարկե, որովհետև մենք այդ ամեն ինչի մեջ ենք։ Մեր առօրյան դրանով սկսվում է, դրանով վերջանում է։ Մենք բոլորս պրպտում ենք ամենտեղ, ուզում ենք հասկանալ մեր երեխաների համար որն է ավելի լավ, ու ուղղակի մեր խնդրանքը կառավարությունից, սոցիալ նախարարությունից, առողջապահության նախարարությունից համագործակցեն ծնողների հետ, հասկանանք որն է ճիշտ մեր երեխաների համար, մինչև 18, 18-ից հետո, 28-ից հետո, մենք ուզում ենք, որ ունենանք առողջ հասարակություն։ Ուզում ենք այնպես լինի, որ մեր երեխաների շաքարային դիաբետը հետո չհանգեցնի այլ բարդությունների, ու ավելի գործոններ լինի։ Սովորաբար ասում են գնացեք բժշկի, որ կանխեք հիվանդության։ Մենք էլ ուզում ենք, որ ձեր ասածով լինի, գնանք ու կանխենք այս ամեն ինչը։ Եթե այս ամենը մեր ԲՍՓ-ի բժիշկները, փորձագետները, որ իրանք ասում են, այ գնացեք մի 2 տար հետո կգաք, երբ որ դուք ունենաք հարակից օրգանների ախտահարում եւ այլն, կգաք այն ժամանակ ձեզ կարգ կտրամադրեք, թոշակ կտրամադրեք, բայց չէ որ պետությունը ինքը ասում է դա պետք է դեմը առնել, որ այդ երեխան տվյալ անձը դրա առաջ չկանգնի։ Իսկ եթե խոսքի կարգը չտրամադրեցին, թոշակը չտրամադրեցին, շատ շուտով, ես կասեմ ավելի շուտ 2 տարվա մեջ կունենան այն հաշմանդամ երեխաները, որոնք իրենք ցանկանում են տեսնել։ Եթե օրինակի համար երիտասարդը երեխան չկարողացավ անվճար բուժօգնություններից ու սպասարկումներից օգտվի, կունենանք այդ հաշմանդամ երեխաները շատ շուտով։ Որովհետև շատերը իրոք գումար չեն ունենալու մեր հարթակից դիմեք վարչապետին մեկ անգամ եւս այս հաղորդումը լսելու, դիտելու։ Թող մեր վարչապետը Գուցե եթե ձեր հույսը մնացել է այո, մեր երկրի ղեկավարն է, կան կառույցներ, որպես զբաղվում են դրանցով եւ դեռ ձեր չեն գոհացնում եւ չեն լսում ձեզ, ձեր կարծիքը հաշվի չեն առնում, չէ՞ որ սա ձեր երեխաների կյանքն է։ Հույս չունեմ, որ ներկայությամբ ինքը տեսնում է, բայց քանի որ ինքը այս երկրի ղեկավարն է, հույսս դնում եմ իր վրա եւ ուզում եմ որ բարձրաձայնենք, ուզում եմ որ խնդրենք ինքը մեր ձայնը հասանելի դարձնի եւ մեզ հնարավորություն տրվի, որ գոնե մենք, ես ասում եմ, հնարավորություն տրվի, գոնե անձնական, եթե խոսքի սենց ինքը եւ ես համոզված եմ, որ չեն լսելու, գոնե հնարավորություն ընձեռվի, մենք իր հետ հանդիպենք մի քանի ծնողներով,
Ներկայացնենք մեր մեր խնդիրները, գուցե կան բաներ, որ իրենք չեն հասկանում, որ շաքարային դիաբետը ինքը դա շատ վատ հիվանդություն է, ինքը կարելի ասած այն ռումբա, որը պայթում է տարիների ընթացքում, դանդաղ ռումբա, որ ինքը պայթում է։ Ինքը ազդում է խորանի ստանոթների վրա, խցանումներ է առաջացնում, դա ինքը ոչ ֆունկցիոնալ իրավիճակ է, բայց մենք որ ամեն մեկը իր ոլորտում ականջալուր լինի, բոլորը ինչ որ ձևով կարողանան օգնել, հասկանալ մեր ծնողներին, մեր երեխաների խնդիրները ու հաստատ համոզված եմ, որ ցանկացած ծնող, երբ որ իր երեխան ինչ որ խնդիր է ունենում, անկախ ամեն ինչից ինքը մի տեսակ ոնց որ սա երեխան չէ, երեխայի կողքին ծնող, Այո, ծնողի կողքին Այո, ամբողջ ընտանիքով Այսինքն ենք։ միջավայր շրջապատ եւ այսպես մեկ հոգու վրա չէ այս ամբողջ Այո, իհարկե, ամբողջ ընտանիքն է։ եւ Ամբողջ ընտանիքը ուղղակի ուզում ենք, որ ոնց ասեմ, երևի sense ավելի ճիշտ կլինի, հաշվի նստեն մեր ծնողների, մեր երեխաների առողջության հետ։ Ուզում ենք, որ ունենանք հետագայում առողջ երեխաներ։ Ուզում ենք, որ ոչ մեկին ոչ մի վատ բան չլինի։ Մեր ուզածը ուղղակի դա է։ մենք էլ ենք ուզում կառավարության ապագաներն են, մեր հայրենիքի ապագա սերունդն են, թե աղջիկները եւ թե տղաները, նաեւ մենք այսպիսի մի թյուր կարծիք ունենք բանի մեջ, հասարակության մեջ, որ տեսնում են, որ շաքարային դիաբետ ունի, վայ հանկարծ թող աղջիկդ չասի ընկեր ունենալու դեպքում, վայ հանկարծ թող իր գաղտնի պահի ընտանիքում չիմանան, նա ինչքան մենք առաջ են գնում ժամանակաշրջանը, քայլում ենք դեպի արդեն 21-րդ 22-րդ դարի մեջ ենք մենք արդեն մտնում, բայց դե մարդիկ մնում են իրանց նույն Գուցե դա նրանից է, որ դա այդ պրոբլեմը, այդ խնդիրը ապրելակերպ չի դարձել, նա դեռ հիվանդություն է։ Չէ, մեր մոտ իհարկե ապրելակերպ չի։ Չի դառնում։ Ապրելակերպ չեսում է։ Եվրոպայում ապրելակերպ է, բայց ոչ մեր մոտ։ Պատճառ, իսկ եթե դա ստանդարտն արդեն ապրելակերպ, կարծում եմ նման խոսակցություններ էլ արդեն չեն լինի։ Ոչ թե մարդիկ հիվանդ են, այլ մարդիկ այդ խնդրով ապրում են։ Ապրելակերպ, որը հնարավոր է հեշտ հաղթահարել, եթե լինի որակյալ դեղորայք, եթե աջակցություն լինի լավ պետության կողմից, բժիշկ անընդհատ լինի հասանելի, լաբորատոր հետազոտությունները լինեն անվճար, ունենան երեխան կրթության հնարավորություն, կրթությունից հետո ինչու ոչ պետությունը նույնիսկ աշխատանքի տեղավորման հարցը լուծի, որտեղ ինչպես դուք եք ասում, գաղտնի պահեն ամուսնության ժամանակ աշխատանքի ընդունվելուց էլ գուցե։ Աշխատանքի ընդունելուց էլ խոսքի տնօրենը կամ փոխտնօրենը կարող է կամ խոսքի աշխատողը մեկ աստիճան բարձրը կասի ավելի ճիշտ ասում է, սա ձեր տեղը չի, հիվանդ է, գնացեք տուն։ Եվ դա շատ վիրավորական է։ Եթե խոսքի դուք նպաստը կտրում եք, թոշակը կտրում եք, ասում եք տվյալ անձնավորությունը պետք է աշխատի, բայց աշխատանքի վայրում էլ ասում են հիվանդ ես, առողջություն չունես, գնա տանդ նստի, մի արի, սա քո տեղը չի, բա ուր գնա այդ երեխան, ուր գնա։ Ապրելակերպը որը մնաց։ Փորձենք մեր հաղորդումներով օգտակար լինել եւ սա վերջինը չէ, կարծում եմ մենք նորից ծնողների կհրավիրենք, գուցե ծնողներ կան, որ միշտ չէ որ դժգոհ են, գուցե կհասկանանք իրենք ինչպես են գտել իրենց խնդիրները լուծելու տարբերակները, գուցե կհուշեն, գուցե կասեն ում հետ են հանդիպում, որ այդ հարցերը լուծվում են, այնպես որ փորձենք այս տաղավարում իրար հետ լինել անկեղծ, որպեսզի դրանից օգտվեն մեր երեխաները։ Շնորհակալություն։ Ձեզ համբերություն, Շնորհակալություն։ Ձեր պայքարը կարծում եմ չեք կանգնեցնի, լինի սա շարունակական, եթե ոտքի են կանգնել, մեկ հաղորդումից հետո կարողացանք հասնել, որ ինսուլինը երեխաները ստացան, գուցե հաղորդումները կնպաստեն խնդիրների լուծմանը։ Մեր բարձրաձայնումից ինքը ճիշտ է ստրիպների քանակը ավելացավ։ Գուցե մարդը որակի մասին շատ կարող է։ կարող Հիմա որակի մասին նաև ես կուզեի վերջին անգամ ավելացնում տայի, որ եթե մոտ ապագայում բերեն այդ սենսորները, մոտ ապագան էլ 26 թիվն է, գոնե լիներ նորմալ որակով ինսուլիններ եւ ոչ թե մեր սենսորները, մեր Անահիտ Ավանեսյանն է, ինքը ասեց, որ լինելու է հանդիպման ժամանակ, ինքը ասեց, որ լինելու է մետրոնիկ 7 օրյա։ Իսկ բոլոր սենսորները, 7 օրյա սենսորները սկզբի 2 օրը եւ վերջի 2 օրը թերի են աշխատում։ Այնտեղ կա մինչև հարմարվում է բջջանյութի, մինչև այդ ալգորիթմի արդեն այսինքն չարժը 3 օրվա համար չարչարվել, բերել, գումարներ ծախսել։ Դրա համար սա ձեր խոսքն էր, որ խորհրդակցեն ծնողների հետ, որտեղ ձեր փորձը արդեն բավականին շատ է եւ կարող է, որովհետեւ մենք ամբողջ օրը դրա մեջ ենք հասկանում, որն է ավելի ճիշտ։ Սենսորներ ունենք, լիբրեները օրինակի համար ինքը մաչելի է եւ շատ հարմար է։ Իսկ մետրոնիկները, որ նա
նայում ես թե YouTube-ից, թե համացանցերից, նայում ես, տեսնում ես իրոք որ շատ անհարմար է, շատ ուռուցիկ անհարմար անձը չի կարա ձերքին պահիս, եթե շարժող երեխա է, շարժունակ երեխա է, անդադ միտեղ կկպնի ու կփոկվի։ Հուսանք, որ մեր խնդիրների, ձեր խնդիրների մասին կլսեն, մենք Շնորհակալ եմ փորձենք ձեզ։ օգտակար լինել։ Այնպես որ Շնորհակալ եմ։ չհուսահատվեք, ձեզ համբերություն։ Ձեզ նույնպես Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։